Ողջույն, ձեզ հետ է առողջ որոշումը։ Բաժանորդագրվեք 168-ի YouTube-յան եւ Facebook-յան ալիքներին, տվեք ձեր հարցերը եւ ձեր հարցերի շնորհիվ կձևավորվեն մեր հաջորդ հաղորդումները։ Այսօր ես խոսելու եմ մարզային առողջապահության մասին։ Խոսելու եմ այն բարեփոխումների մասին, որը ներկայիս իշխանությունը մեզ մատուցում է։ Իհարկե, բարեփոխումները ճակերտների մեջ։ Այսպես, 2024 թվականի վերջին Առողջապահության նախարարությունը շրջան առեց եւ այնուհետեւ կառավարության կողմից հաստատվեց մի որոշում, որով Առողջապահության նախարարությունը 100% պետական ենթակայության, մարզային ենթակայության բոլոր բժշկական կենտրոնների հիմնադրին փոխեց եւ հիմնադիրը դարձավ Առողջապահության նախարարությունը։ Այսինքն, մարզպետարանների ենթակայությունից բժշկական կենտրոնները դուրս եկան եւ անցան Առողջապահության նախարարության ենթակայության։ Եվ ինչպես էր հիմնավորում դա Առողջապահության նախարարը։ Ճիշտն ասած, հիմնավորումը, երբ որ կարդում ես, դա ցուցմունք է ոչ ավել ոչ պակաս մարզպետների եւ մարզպետարանների ենթակայությամբ աշխատող բժշկական կենտրոնների տնօրենների դեմ։ Հիմա ես կանդրադառնամ այդ հիմնավորման մեջ թերություններից մի քանիսին, առանձին բացատրելով ինչի մասին է խոսքը։ Այսպես, նախարարությունը գտնում է, որ իրենց ուսումնասիրությունների ժամանակ պարզվել է, որ առողջապահական կազմակերպությունները չեն արտացոլում ծախսերի եւ եկամուտների եռամսյակային ցուցանիշները իրենց նախահաշիվներում։ Այսինքն, ավելի պարզ ասած, Առողջապահության նախարարությունը ասում է. հարգելի մարզպետներ, դուք կատարել եք սխալ նախահաշիվների կազմում եւ գումարների սխալ ծախսում։ Իսկ ինչ է անում դա Առողջապահության նախարարությունը երբ տեսնում է, ոչինչ, պարզապես արձանագրում է փաստը։ Այնուհետև Առողջապահության նախարարությունը ասում է. մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մարզպետարանները նախահաշիվները, որ հաստատել են, 73-ից 89% եղել է աշխատավարձային ֆոնդը։ Եվ եթե ավելացնում ենք նրան, որ մնացածը շատ քիչ քանակը եղել է դեղորայքը եւ բժշկական պարագաները, հաշվի առնելով, որ այդ հիվանդանոցում բավականին շատ այլ ծախսեր կան, օրինակ, ջեռուցում, տարբեր տեսակի տեխնիկական եւ այլ խնդիրների լուծում, պարզ է դառնում, որ Առողջապահության նախարարությունը 73-ից 89% աշխատավարձը ֆիքսելով ասում է այն մասին, որ մարզային առողջապահական հիմնարկներ մտնող հիվանդները կարելի է ասել իրենց հասանելիք դեղերը չեն ստացել։ Եվ այսպես, իսկ ով է դրա պատասխանը տալու։ Հարգելի նախարարություն, եթե դուք որոշել էիք, որ այս ամեն ինչը արվում է սխալ եւ դուք տեսել եք 73-ից 89% աշխատավարձային ֆոնդ կազմած բժշկական կազմակերպություններում, ապա ինչու չեք վերլուծել, գուցե այնտեղ պարգևավճարներն են շատ տրվել, գուցե այնտեղ արտահաստիկային աշխատողներն են շատ կամ ավել հաստիկներ, իսկ մենք գիտենք, որ հենց այնպես ոչ ոք ոչ միտեղ չի ընդունվում աշխատանքի։ Եվ ամենակարևորը, իսկ ինչ եք արել դուք այս իրավիճակում։ Ոչ վաղ անցյալում Առողջության իրավունք հասարակական կազմակերպությանը դիմեց Աբովյանի ծննդատան բուժքույր, որը բողոքում էր, որ իր աշխատավարձը սխալ են հաշվում։ Եվ շատ երկար ուսումնասիրելուց հետո ես ուղղեցի իմ խնդրանքը տեսչական մարմնին, որ ուսումնասիրի աշխատավարձների հետ կապված խնդիրները, տեսչական մարմինը պարզեց, որ 40 բուժաշխատող Աբովյանի ծննդատանը ստացել են սխալ աշխատավարձներ, որի արդյունքում կատարվեց վերահաշվարկ եւ տրվեցին աշխատողներին իրենց հասանելիք աշխատավարձը։ Նույնը եղավ Մասիսի բժշկական կենտրոնում։ Մինչև մի քանի բուժաշխատող չբարձրաձայնեցին, որ աշխատավարձ չեն ստանում, մինչև մենք
ահազանգեցինք դրա մասին, հարցը չհասավ նրան, որ հասկանան ինչումն է խնդիրը, ուսումնասիրեցին պետական վերահսկողական ծառայությունը իր հերթին, տեսչական մարմինը իր հերթին եւ պարզվեց, որ միլիարդների խախտում է եղել այս բժշկական կենտրոնում, որի արդյունքում հարուցվեցին քրեական գործեր, որի արդյունքում այս պահին կատարվել է կառավարիչի փոփոխություն, տեսնենք ինչ կդառնա հետո։ Այսինքն դուք ունենալով այդ ռեսուրսը, ուսումնասիրելով այս աշխատավարձային խնդիրների պրոբլեմները, ընդհանրապես ընդունել եք ի գիտություն եւ փոխում եք հիմնադրին։ Իսկ գուցե խնդիրը ավելի խորն է։ Եվ հաջորդը ասում է առողջապահության նախարարությունը, որ բացակայում են բժշկական ծառայությունների գների հաշվման մեթոդաբանություն։ Հարգելի նախարարություն, դուք երևի մոռացել եք, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրությամբ եւ այլ իրավական ակտերով դուք եք միակ քաղաքականություն մշակող կառույցը։ Իսկ դուք տվել եք մարզպետարաններին գնային բժշկական ծառայությունների վճարովի գնային ցանկը, կողմնորոշիչ գների ցանկը եւ դրանից հետո նոր պահանջել։ Իսկ դուք եկել եք եւ ասում եք հաշվարկման մեթոդաբանություն չկա։ Իսկ ով պետք է աներ այդ հաշվարկման մեթոդաբանությունը մարզային առողջապահության համար։ Իհարկե, պետք է դա աներ առողջապահության նախարարությունը։ Չի արել եւ այսօր դա ֆիքսում է որպես մարզպետների կողմից արված թերություն։ Եվ ավելին, առողջապահության նախարարությունը ֆիքսել է, որ սահմանված գները մարզային հիվանդանոցներում շատ ցածր են, չեն արտացոլում ինքնարժեքը, որի արդյունքում մարզային հիվանդանոցները չեն ունենում եկամուտներ։ Այսինքն, հարգելի մարզի բնակիչներ, այսուհետ դուք ունենալու եք ոչ թե մատչելի առողջապահություն, այլ 3-ից 4 անգամ ավելի թանկ առողջապահություն։ Ինչու՞, որովհետև երբ որ մարզպետները մարզային ենթակայության բժշկական կենտրոններում հաստատում էին գնացուցակը, ապա նրանք հաշվի էին առնում մարզի սոցիալական վիճակը, հասկանում էին, դե գյուղացի մարդիկ ունեն իրենց եկամտի նեղ աղբյուրը, հող են մշակում, տարբեր տեսակի անասնապահությամբ են զբաղվում եւ այլն, եւ խղճով չէր գները հավասարացնել Երևանյան կլինիկաների գներին։ Բայց քանի որ առողջապահության նախարարությունը դեմ է, որ դուք ստանաք ցածր գներով առողջապահություն, ապա շուտով, շատ շուտով կբարձրացնի, որովհետև այլևս ձեր մարզային բժշկական կենտրոնները առողջապահության նախարարության ենթակայության են։ Հաջորդ խնդիրը, որը դնում է առողջապահության նախարարությունը, ասում է. տարբեր ժամանակահատվածներում կառուցվածքային փոփոխությունների, ինչպես նաև արտակարգ իրավիճակների պայմաններում պայմանավորված ծառայությունների ծավալների անկման համարժեք արձագանքի բացակայություն։ Բացատրեմ։ Առողջապահության նախարարությունը ասում է, որ դուք հարգելի մարզային բժշկական կենտրոններ կովիդի ժամանակ վերապրոֆիլավորվել եք։ Սպասարկել եք կովիդի մեծ քանակությամբ հիվանդներ, ընդունել եք բուժքույրեր, բժիշկներ, այլ սպասարկող անձնակազմ, որպեսզի կարողանաք կազմակերպել կովիդի բժշկական օգնություն եւ սպասարկում։ Եվ ասում է, այդ կովիդի ավարտից հետո դուք աշխատել եք նույն ծավալով, նույն անձնակազմով, սակայն այլևս կովիդի ֆինանսավորումը չի եղել։ Եվ հետաքրքիր մի բան, իսկ չեք հարցրել ինչու։ Նախահաշիվները եւ հաստիկացուցակները ամեն տարի հաստատվում է մարզպետարանի կողմից։ Մարզպետարանի կողմից հաստատվելու համար ստեղծվում է հանձնաժողով։ Հանձնաժողովում կա ոչ միայն առողջապահության մասնագետը, վարչության պետը հիմնականում, այլ նաեւ ֆինանսների վարչության պետը, այլ ստորաբաժանումների ղեկավարները, փոխմարզպետը, մարզպետը։ Լավ, այս մարդիկ չեն տեսել, որ կովիդը արդեն 3 տարի ավարտվել է եւ դուք վերապրոֆիլավորման այլևս կարիք չունեք։ Թե պարզապես սա հիմնավորման համար գրված հիմնավորում է։
Իսկ գուցե մարզպետները բացատրեն, ինչու է ստացվում, որ COVID-ից հետո նույն բժշկական կազմը մնացել է աշխատանքի։ Իսկ գուցե այս բժշկական կազմի աշխատանքի ընդունման համար մարզպետը, բժշկական կենտրոնի տնօրենները այլ պարտավորություններ ունեն։ Այստեղ մտածելու խնդիր կա։ Մյուսը ասում է, որ եկամուտների աղբյուրների կառավարման բացակայություն։ Այսինքն, առողջապահության նախարարությունը ասում է, որ դուք բժշկական կենտրոնի տնօրեններ, դուք մարզպետներ չեք կարողանում ձեր եկամուտները կառավարեք։ Ասում է, շատ դեպքերում դուք ինձ հարկային մարմինը տալիս է տեղեկատվություն, որ ձեր եկամուտները այնպիսին են, որ դուք կարող եք ունենալ 6-ից 8% պահեստային ֆոնդ եւ այդ պահեստային ֆոնդը օգտագործեիք այլ խնդիրների եւ այլ մարտահրավերների ծախսման համար, բայց դուք չեք կառավարել ձեր եկամուտները եւ չեք կարողացել ունենալ այդ 6-ից 8% չափով ֆինանսական կայունության ապահովման հնարավորությունը։ Իսկ գուցե ավելի խորն է խնդիրը, իսկ գուցե այս մարզային հիվանդանոցները ավելի ճկուն են գտնվել եւ չեն ուզեցել տարբեր տեսակի հարկային պարտավորություններ ունենալ, օրինակ շահութահարկը։ Բայց այս հարցերի պատասխանը եւ լուծումը ոչ թե ենթակայության փոփոխությունն էր, այլ ուսումնասիրությունների կատարումը, որովհետեւ դնել եւ ամբողջ հանրապետության մարզային բժշկական կենտրոններին նման որակավորում տալը, դա մեղմ ասած անխղճություն է, որովհետև շատ բժշկական հիմնարկներում ոչ թե 6-ից 8%, այլ 10%-ին անցնող ֆոնդ ունեն պաուստային։ Շատ բժշկական կենտրոններում ստաֆը ավելի ճիշտ է կառավարվում, քան մնացածում։ Իսկ գուցե տարանջատեիք, իսկ միթե չկան նորմալ աշխատող մարզպետներ եւ բժշկական կենտրոններ։ Առողջապահության նախարարությունը ասում է, որ ֆինանսական գործիքների օգտագործման հմտություններ չունեն մարզպետարանները եւ մարզերի բժշկական կենտրոնների տնօրենները։ Պատկերացնում եք, շատ մեծ խնդիր է, որ առևտրային բանկերից վարկեր չեն վերցնում, օվերդրայթերից չեն օգտվում եւ լիզինգներից չեն օգտվում։ Լավ, այդքան։ Այսինքն, եթե դուք Երևանյան հիվանդանոցները 100% ձեր ենթակայության առևտրային բանկերին դրել եք գրավ, վերցրել եք բազմաթիվ բարեփոխումների անվան տակ տեխնիկաներ գնելու նպատակով մեծ քանակությամբ գումարներ, հիմա կարծում եք, որ մարզերը դա չեն անում, որովհետև չեն տիրապետում։ Պարզապես կարծում են, որ մարզային առողջապահության կազմակերպիչները առաջինը գնահատում են ճիշտ իրավիճակը եւ երկրորդը հիմնադիրները ավելի զգուշ են նման հարցերին մոտենում։ Իսկ ինչու դա արդեն երկրորդ խնդիրն է։ Այս բոլոր եւ բազմաթիվ այլ թերությունները ֆիքսելով առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ մենք վերցնում ենք այս հիվանդանոցները, եղավ քաղաքական որոշում եւ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի բժշկական կենտրոնները արդեն անցել են առողջապահության նախարարության ենթակայության։ Եվ ինչն է հետաքրքիր, գլխավոր բժիշկները ստացել են ծանուցումներ։ Շատ հետաքրքիր է ծանուցումը, ուրեմն աշխատանքային օրենսգրքի 105 հոդվածի հիմքով աշխատանքների էական պայմանների փոփոխության վերաբերյալ։ Բայց ուշադրություն, նաև ծանուցվել են 115 հոդվածով աշխատանքային պայմանագրի լուծման մասին։ Եվ ինչ են անում այս պահին այդ գլխավոր բժիշկները, փորձում են գտնել նոր հովանավորներ։ Այլևս մարզպետների հետ ուտել, խմել, սեղանի շուրջ հարցեր լուծելը չի անցնում, որոշել են առողջապահության նախարարության համապատասխան հովանավորներ գտնելուն։ Հարգելի տնօրեններ, մի շտապեք, որովհետև երբ որ դուք խոստանում եք ընտրություններին ձայներ,
տարբեր տեսակի այլ մոտիվացիոն խնդիրներ լուծել, որպեսզի ձեզ պահեն այդ աշխատատեղում, հիշեք, որ ստեղծվելու է մարզերում դեպարտամենտ, որը ղեկավարելու է ձեզ։ Այսինքն ամեն մարզում ստեղծելու է բուրգային կառավարում, որի գլխին դնելու է առողջապահության նախարարը դեպարտամենտի ղեկավարին, իսկ այդ դեպարտամենտի ղեկավարի մոտ դուք լինելու եք ընդամենը մի ստորաբաժանման աշխատող, եթե իհարկե ձեզ անգամ դա կամենան։ Եվ հետաքրքիր է մի փաստ։ Առողջապահության նախարարությունը ասում է, որ իրավիճակը փոխվել է, ձեզ աշխատանքից ազատում ենք, ծանուցում ենք, բայց օրինակ մարզում հայտարարված մրցույթը չեն կասեցնում, կատարում են մարզում կամ ավելին ասեմ, տեղափոխում են դա առողջապահության նախարարության մրցույթների դաշտ եւ կատարում են այդ մրցույթը։ Հարգելի նախարարություն, վերջի վերջո աշխատանքային պայմանների փոփոխություն է եղել։ Ինչու եք մարզպետարանի հայտարարած մրցույթները դուք շարունակում։ Հայտարարեք նոր մրցույթներ։ Գուցե այս պայմաններում ավելի արժանի դիմորդներ լինեն եւ մասնակցեն մրցույթներին։ Իդեպ, սա ցանկալի մասն է, բայց նաեւ օրենսդրական խնդիր կա, երբ որ դուք մարզերի հայտարարած մրցույթները այլևս շարունակում եք կատարել առողջապահության նախարարությունում։ Եվ երկրորդ խնդրի մասը այս բժշկական կենտրոնները, որոնք որ իրենց կազմում ունեին հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ծառայություններ, ինչ արեցին, անցան նախարարության ենթակայության։ Հիշում ենք, ասեցին մարզպետները վատն են, չեն կարողանում կառավարել, մենք տանում ենք այս հիմնարկները, բայց ինչ են արել գյուղական ամբուլատորիաների հետ։ Գյուղական ամբուլատորիաները թողել են մարզպետարանի ենթակայության։ Այսինքն քաղաքացին, եթե բախտը բերել է ըստ առողջապահության նախարարության որդեգրած քաղաքականությանը, բախտը բերել է եւ հայտնվել է, ծնվել է քաղաքային վայրում, ապա նա կօգտվի առողջապահության նախարարության ենթակայության լավ բժշկական կենտրոնից։ Իսկ եթե գյուղում է ծնվել, որը կարող է լինել 3 կիլոմետր ընդամենը հիվանդանոցից հեռու, ապա նա պետք է այս վատ կառավարող մարզպետների ենթակայության բժշկական ամբուլատորիայում բուժում ստանա։ Եվ ինչ արեցին բժշկական ամբուլատորիաները։ Տարվա վերջին 2024 թվականի նստեցին, մտածեցին, գցեցին, բռնեցին, ասեցին անում ենք օպտիմալացումներ։ Չունենալով մաստեր պլան, չունենալով հաշվարկներ, ինչքան ֆինանսական եկամուտ են ունենալու օպտիմալացման արդյունքում, ինչ ցուցանիշներ են բարելավելու առողջապահության կազմակերպիչները մարզային որոշեցին կատարել օպտիմալացում եւ 2024 թվականի տարվա վերջին իդրաֆտ համակարգում մենք տեսանք երկու նախագիծ՝ Արարատի մարզի եւ Գեղարքունիքի մարզի գյուղական ամբուլատորիաների օպտիմալացման ծրագիրը։ Արարատի մարզում ավելի անկեղծ էին գտնվել, ասել էին 36 բժշկական հիմնարկից սարքում ենք 12-ը, որովհետև չենք կարողանում մասնագետներ գտնել, տնօրեններ գտնել եւ այլն։ Այ Գեղարքունիքի մարզում հեղափոխություն էր սկսվել։ Գեղարքունիքի մարզում որոշել էին 30 բժշկական ամբուլատորիայից դարձնել 9 ոչ ավել, ոչ պակաս փունջ, անունը դրել էին փնջային հեղափոխություն կամ փնջային օպտիմալացում։ Եվ ազգային ժողովում, երբ որ կատարվեց քննարկում եւ մասնագիտական հանրույթի կողմից բերվեցին խնդիրները այս օպտիմալացման, այն հիմնավորումը, որը անում էր Գեղարքունիքի մարզպետարանի կողմից, որ մենք ֆինանսական օգուտ ենք ունենալու այս օպտիմալացման շրջանում, առողջապահության փոխնախարարը հերքեց, ասեց մենք չենք գնում ֆինանսի հետևից, մեզ որակյալ առողջապահություն է պետք։ Եվ հպարտ եւ խրոխտ առողջապահության փոխնախարարը ասում էր. ես արել եմ Ռուսաստանի Դաշնությունում նման բարեփոխումներ, ես ինքս ղեկավարել եմ ընտանեկան բժշկության բարեփոխումները եւ կարծում եմ, որ սա ճիշտ մոդել է։
ինձ հետաքրքրեց, քանի որ իմ համեստ մասնագիտական գործունեության ընթացքում տեսել էի, որ Ռուսաստանի Դաշնությունում ընտանեկան բժշկություն հիմնված չի։ Նոր սկսել են որոշ մարզերում փորձարարական ծրագրերի իրականացումը եւ նայում եմ մեր փոխնախարարի կենսագրությունը։ Ընդամենը 1-2 պոլիկլինիկայում աշխատել է բժիշկ թերապևտ։ Այսինքն մարդը, որը որ թերապևտի գործառույթները ընդհանրացնում է ընտանեկան բժշկի գործառույթների հետ, նա որոշել է այս բարեփոխման ճիշտ գնահատականը տալ եւ որոշել է, որ սա իօքուդ բնակչությանն է։ Եվ այդ քննարկման ընթացքում, երբ որ ուզում էինք հասկանալ ինչպես են որոշվել այդ օպտիմալացման արդյունքում այն գյուղերը, որտեղ պետքա լինի, այսպես ասած, բուն բժշկական այդ ամբուլատորիան, այսինքն վարչական մասը, պատգամավորներից մեկը շատ գեղեցիկ նկատեց։ Մի բժշկական ամբուլատորիան գտնվելու էր ՔՊ-ական պատգամավորի գյուղում, մյուս բժշկական կենտրոնը մարզպետի ծնված ծննդավայրում, երրորդը մարզի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի գյուղն էր, մյուսը Գնել Սանոսյանի գյուղն էր եւ այսպես։ Եւ ահա այս քննարկումից հետո նախագիծը հետ կանչվեց եւ նորից այս տարվա այս ամսվա սկզբին դրվել է արդեն իդրաֆտ հանրային քննարկման։ Ավելի ճկուն են գտնվել, հանել են անունները։ Այսինքն, եթե առաջ դա կոչվում էր Նորադուսի բժշկական ամբուլատորիա կամ Ծովինարի բժշկական ամբուլատորիա, հիմա հանել են անունները, այլևս կոչվում է համար 1 բժշկական ամբուլատորիա, համար 2 բժշկական ամբուլատորիա, այսինքն հանրությանը իմիտացիա են անում, որ այդ գյուղերի ընտրությունը այդքան էլ կարևոր չի։ Եվ այդ նույն նախագծում 19-11 կառավարության որոշման մեջ հետաքրքիր մի նախադասություն կա։ Ասում է, արդիականացման ընթացքում առողջապահական հիմնարկների արդիականացման ընթացքում նշանակություն է տրվում բժշկական հաստատությունների անվանումներին, քանի որ այն բնորոշում է հաստատությունների տարածաշրջանային տեղակայումը, գործունեության ոլորտը եւ այլ հատկանիշներ, ինչը հետագայում ճանաչում է բերում տվյալ հաստատությանը։ Այսինքն, այս դեպքում մեր բժշկական ամբուլատորիաների դեպքում հանել են անունները, կոչվում է Փունջ 1, Փունջ 2, Փունջ 3, Փունջ 4։ Այսինքն հարգելի ներկայիս իշխանություն, ինչ եք թողնելու ձեզանից հետո անհասկանալի թվերով փնջեր եւ կործանել եք 30 տարուց ավել գործող ծրագիր, որը որ հստակ ինֆրաստրուկտուրաներ է ստեղծել այդ գյուղական ամբուլատորիաներում։ Եվ ինչպես եք պատկերացնում, օրինակ, Դդմաշենից Ծովագյուղ հասնելը 35 կիլոմետր։ Բնակիչը պետքա իրեն թուղթը կնիքելու կամ իր անաշխատունակության թերթիկը կնիքելու համար 34 կիլոմետր ճանապարհ անցնի, որպեսզի կարողանա իր խնդիրը լուծել։ Եվ դրա արդյունքում մենք ունենալու ենք ինչ։ Մենք ունենալու ենք առողջապահական ցուցանիշների ել ավելի վատացում եւ առողջապահական խնդիրների հստակ վատացում։ Եվ եթե վերցնում ենք որակի ցուցանիշները, որը թմբկահարում է ամբողջ առողջապահության կազմակերպիչները, ասեն, որ վերցրեք նայեք օրինակ Խոյ համայնքի օպտիմալացման արդյունքում ցուցանիշները, հասարակ մի բան, ամենակարևոր ցուցանիշը, պատվաստումների ցուցանիշը, բոլոր այն տարածքներում, որտեղ կատարվել է գյուղական ամբուլատորիաների օպտիմալացում, այդ ամբուլատորիաներում պատվաստման ցուցանիշների կտրուկ անկում են դիտվել։ Ելնելով դրանից հորդորում եմ բոլոր այս ամբուլատորիաների տնօրեններին հայտնել կարծիք, բոլոր այս խնդիրների մասին խոսել, որովհետև սա հետո անդառնալի է դառնալու, կործանարար է դառնալու մարզային առողջապահության համար։
Եվ հետաքրքիր մի խնդրի մասին եմ ուզում խոսել, երբ որ այս օպտիմալացումները անում են, օրինակ Եղարքունիքի մարզում, տնօրեններին տարբեր ձևով տարբեր, այսպես ասած, մոտիվացիոն ստեր են հարամցրել, օրինակ, ձեզ տալու ենք ռենտգեն ապարատ, ձեզ տալու ենք էլեկտրոմոբիլ, որով դուք կարողանալու եք պտտվել գյուղերում, ձեզ տալու ենք սոնոգրաֆիայի ապարատ, բայց ազգային ժողովում այդ սուտը բացվեց, որովհետև այն հարցին, թե ինչ ֆինանսավորմամբ եք դուք առնելու էլեկտրոմոբիլը, ռենտգեն ապարատը, սոնոգրաֆը եւ ինչպես եք պահելու այդ հաստիկներին, բժիշկներին եւ բուժքույրերին, պատասխանեցին, որ դա մենք չենք նախատեսել եւ չենք անելու դեռ, որովհետեւ սկզբի մասը մենք ուզում ենք կրճատել ամբուլատորիաների աշխատակիցներին եւ այլն։ Եվ առողջապահության փոխնախարարը խիստ անհանգստացած ասում էր, որ ինքը շատ սրտին մոտ է ընդունում այն խնդիրը, որ բժիշկը թողնելով բժշկությունը պետք է օրինակ մտածի ամբուլատորիայի պատուհանի վերանորոգելու կամ տանիքը վերանորոգելու մասին։ Այսինքն առաջարկում էր, որ ոչ բժշկական կրթություն կամ բժշկական կրթություն ունեցող, որը որ չի զբաղվում բժշկությամբ, այսինքն հավաքագրում չունեցող մասնագետները կդառնան ձեզ տնօրեն։ Օրինակը իրենցն է, օրինակ հաշվապահը կարող է դառնալ այդ հիմնարկի տնօրենը։ Այսինքն դուք ստիպված եք լինելու հարգելի ընտանեկան բժիշկներ աշխատել, ոչ ընտանեկան բժշկության նյուանսները տիրապետող տնօրենների ենթակայության տակ։ Այսինքն դուք, որը որ հավաքագրում եք այդ բնակիչներին եւ այդ փողը per capita գումարը բերում եք դուք այդ ամբուլատորիա, տնօրենելու է օրինակ իշխանամերձ որևէ մի մասնագետ, օրինակ ԿՊ-ական ինչ-որ մի հաշվապահ, որը որ որոշելու է, արդյոք դուք այդ աշխատանքը իրականացնեք, թե ոչ, արդյոք կատարեք սկրինինգներ, թե դա կարևոր չի, որովհետև այս մարդուն պետք է հələ հասկանալի լեզվով ապացուցել, ինչ է սկրինինգը, ինչ է թափոնը, ինչ է առողջապահությունը, ինչ է պատվաստումը։ Եվ ելնելով այս ամենից, միակ բանը, որ ուզում եմ առողջապահության հանրույթը ֆիքսի եւ արձագանքի, դա այն է, որ բավական է։ Դուք պետք է դուրս գաք ձեր անտարբերության մատնված լինելուց եւ պետք է ձեր կարծիքը հայտնեք։ Ձեր կարծիքը հայտնեք ձեր սոցիալական էջերով, ձեր կարծիքը հայտնեք ձեր գյուղում, ձեր բնակչության մեջ, որովհետեւ առողջապահությունը ամենակարևորագույն հիմնասյուներից մեկն է գյուղական բնակչության պահպանման համար։ Եթե մենք կործանենք այս ամբուլատորիաները, ապա մենք խիստ ճանապարհ ենք բացելու տարբեր տեսակի գյուղական համայնքի միգրացիայի համար։ Առողջ եղեք, հետևեք 168-ի YouTube-յան եւ Facebook-յան ալիքներին, տվեք ձեր հարցերը եւ կունենաք ձեր հարցերի պատասխանը։